Բարձրաձայնել հայոց ցեղասպանության հարցը աշխարհին փոխանցել պատմական ճշմարտության դառը փաստերը։ Հայոց մեծ եղեռնից արդեն 110 տարի է անցել։ Հայկական գիտական շրջանակներում չեն դադարում ժամանակին հավաքագրված փաստերի ու վկայագրերի շուրջ հետազոտությունները։ Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի աշխատակիցները վերջին տարիներին սկսել են ուսումնասիրել մի շատ կարևոր արխիվ։ Այն հավաքագրել է Կոստանդնուպոլսի պատրիարք Զավեն արքեպիսկոպոս Տեր Եղիայանը։ Զեկուցագրեր, նամակներ, փաստաթղթեր, Զավեն պատրիարքի ստեղծած տեղեկատու դիվանում հավաքագրված ամեն բան վերաբերում է հայոց ցեղասպանությանն ու դրա մանրամասներին։ Հաջողվել է պատրիարքարանում թվայնացնել այդ ամբողջական արխիվը եւ անցյալ տարի մենք հրատարակեցինք առաջի արխիվին վերաբերող մատյան ցուցակ։ Մենք փորձել ենք անմշակ արխիվը մշակել եւ ստեղծել այդ մատյանը, որը առավել կհեշտացնի մասնագետներին գտնելու համապատասխան վավերագիրը։ Թուրքագետ Լուսինե Սարգսյանի խոսքով սա հայոց ցեղասպանության եւ հայկական հարցին առնչվող ամենամեծ արխիվն է։ Այս արխիվը շատ բացառիկ է, որովհետեւ սա ստեղծվել է նաեւ հատուկ նպատակով։ Այդ ժամանակ նաեւ Օսմանյան իշխանությունները հատկապես Բրիտանիայի ճնշման ներքո ստեղծում են ռազմական դատարաններ, արտակարգ դատարաններ, որտեղ նրանք պետք է դատապարտեին հայոց ցեղասպանության հանցագործ կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Պատրիարքարանը որպես իրավական կողմ ինքը պետք է ներկայացներ համապատասխան թղթապանակներ, դոսիեներ։ Այսինքն այս արխիվը մի կարևոր դոսիե է, մի ամբողջական վկայարան է հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Արխիվը բացառիկ է իր ծավալով ու բովանդակությամբ, այնտեղ ներառված տարատեսակ վավերագրերը բազմալեզու են՝ հայերեն, օսմաներեն, ֆրանսերեն, հայատառ-թուրքերեն, ռուսերեն։ Արխիվի ցուցակագրման ընթացքում ինստիտուտի աշխատակիցների աչքից չի վրիպել մի կարևոր թղթապանակ։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավարը պատմում է. ցնցված են ցեղասպանությունից մազապուրծ եղած, փրկված, բայց միևնույն ժամանակ գերեվարված ու թուրքական տներում, որբանոցներում ապրող երեխաների ու կանանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններից։ Բացի ցուցակագրելուց մենք նաև առանձին վավերագրեր իրենց թարգմանություններով, ծանոթագրություններով հրատարակելու ենք եւ արդեն առաջին գիրքը պատրաստ է, հրատարակված է, այն վերնագրված է հայոց ցեղասպանության զոհ կանանց եւ երեխաների փրկության գործը տեղեկատու դիվանի վավերագրերում եւ երկրորդ վերնագիրը Զավեն պատրիարքի զեկույցը ազգերի լիգային ցեղասպանության զուգահեռ կոտորածներին զուգահեռ նաև առևանգվել են կանայք եւ երեխաները եւ Օսմանյան իշխանությունները հատուկ ծրագրավորված նաեւ փորձել են ոչնչացնել հայ ժողովրդի նաեւ այդ խմբին։ Օսմանյան կայսրության կողմից հայ կանանց ու երեխաների ոչնչացումը ցեղասպանության իրականացման ամբողջականացման գագաթնակետն է եղել, ասում է զրուցակիցս։ Տղամարդկանց ոչնչացնելուց հետո թիրախավորել են երեխաներին ու կանանց, որպեսզի հայկական գենը շարունակող չլինի։ Հավաքագրված փաստաթղթերում անգամ վիճակագրություն կա։ Հայոց ցեղասպանության ընթացքում 1-ից 16 տարեկան 250,000 երեխա է ոչնչացվել։ Հայ անհատների, հայկական կազմակերպությունների, որբանոցների աշխատակիցների, ինչպես նաև տարբեր օտարերկրյա կազմակերպությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ավելի քան 90,000 երեխայի կյանք։ Այստեղ բերվում են թվեր, որ դեռևս 73,000-ը շարունակում էր մնալ թուրքական տներում, բայց նաև այլ ուսումնասիրություններ կան, նաև այդ թղթապանակում մեկ այլ վավերագրի մեջ հստակ նշվում է, որ թուրքական տներում եւ որբանոցներում այնուամենայնիվ առավել շատ են մնացել, մոտ 200,000 կին եւ երեխա ուղղակի գտնվել են այդ առևանգման, արգելափակման պայմաններում։
Թուրքական գիտական շրջանակներն օրնիբուն աշխատում են ձևավորելով ժխտողական քաղաքականություն։ Թուրքագետ Լուսինե Սահակյանը նշում է, ժխտողական քաղաքականության վառ օրինակներից է Աբդուլ Համիդի խորհրդական Քամիլ Փաշայի հայտարարությունը։ Այն ծնոտը, որը կհամարձակվի Հայաստան ասել, պետք է ջարդուփշուր անել։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի մասնագետների ուշադրության կենտրոնում է նաև տեղանունների թուրքացման քաղաքականության հարցը։ Էնվեր Փաշան հայոց ցեղասպանության այդ գագաթնակետի հենց նաև օրերին մի հրամանագիր է արձակում, որտեղ պահանջում է, որպեսզի փոխեն բոլոր հայկական, հունական եւ ոչ թուրքական ծագման տեղանունները, նաև իր մոդելներն է առաջարկում։ Նաև այստեղ պետք է անդրադառնալ կեղծ հորինված արևելյան Անատոլիա տերմինին, որը թուրքերեն թարգմանվում է Դողու Անադոլու, եւ եթե թուրքերենից թարգմանում ենք այդ Դողու Անադոլու, նշանակում է արևելքի արևելք, որը աբսուրդ է նաև աշխարհագրորեն։ Արժեքավոր փաստաթղթերի հավաքագրման եւ այսօր դրանք հրատարակելու գլխավոր նպատակն արդարությունը վերականգնելն է։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ քանի դեռ արդար հատուցում չի եղել, պետք է սերնդեսերունդ աշխատանքները շարունակել։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր դիմագիծը, հայի ինքնությունը։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։